Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը մեծ շուքով ընդունել է թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանին։ Հանդիպման շրջանակում Ռիադը եւ Վաշինգտոնը քաղաքացիական միջուկային էներգիայի զարգացման վերաբերյալ համատեղ հռչակագիր են կնքել։ Նաեւ ամերիկյան կողմը պաշտպանական ոլորտում խոշոր փաթեթ է հաստատել, որը ներառում է Սաուդյան Արաբիային F-35 կործանիչների եւ 300 Abrams տանկերի մատակարարումներ։ Ի թիվս այլնի Ռիադը պարտավորվել է $1 տրիլիոն ներդնել ամերիկյան ենթակառուցվածքների արդյունաբերության եւ տեխնոլոգիաների զարգացման մեջ։ Կողմերը կընդլայնեն գործակցությունն արհեստական բանականության, առևտրի եւ այլ ոլորտներում։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան այսուհետ Վաշինգտոնի ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող հիմնական դաշնակիցն է։ Նաեւ հայտնի է դարձել, որ Միացյալ Նահանգներն ու Սաուդյան Արաբիան քննարկում են Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման Աբրահամյան համաձայնագրերին Ռիադի միանալու հնարավորությունը։ Մուհամմեդ բին Սալմանը նշել է, որ պատրաստ է գնալ այդ քայլին, եթե Պաղեստինյան հարցի կարգավորման հստակ ծրագիր ներկայացվի, որը հիմնված կլինի երկու պետության բանաձևի վրա։ Դոնալդ Թրամփն էլ անդրադարձել է Իրանի հետ շփումներին, հավատացրել, որ կցանկանար համաձայնության գալ միջուկային հարցի շուրջ։ Ես լիովին բաց եմ այդ հարցում, մենք խոսում ենք նրանց հետ, հավելել է Սպիտակ տան ղեկավարը։ Ուկրաինայի նախագահը մեկնել է Թուրքիա, որտեղ ամիսներ առաջ տեղի էին ունեցել Կիևի եւ Մոսկվայի պատվիրակությունների վերջին հանդիպումները։ Ակնկալվում է, որ Վոլոդիմիր Զելենսկին կհանդիպի Ռեջեփ Էրդողանի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։ Այցին ընդառաջ Զելենսկին հայտնել է, որ նպատակ ունի ինտենսիվացնելու ռուս-ուկրաինական բանակցությունները եւ հասնելու իր երկրի համար արդար խաղաղության։ Մշակել ենք լուծումներ, որոնք կառաջարկենք մեր գործընկերներին։ Ուկրաինայի գերակա խնդիրն է անել հնարավորը վերջ տալու պատերազմին, մանրամասնել է Ուկրաինայի նախագահը։ Նրա խոսքով աշխատում են նաև գերիների փոխանակման գործընթացը վերսկսելու ուղղությամբ։ Արևմտյան զլմները գրում են, որ Թուրքիա կմեկնի նաև ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ստիվ Ուիտկոֆը միանալու Զելենսկու հետ բանակցություններին, սակայն չհաստատված տեղեկություններ կան, որ ամերիկացի պաշտոնյայի այցը չեղարկվել է։ Մոսկվան ներկայացված չի լինելու բանակցություններին, Կրեմլից հայտարարել են, որ կսպասեն տեղեկությունների, թե ինչ է քննարկվել Ստամբուլում։ Զուգահեռ Ռուսաստանը եւ Ուկրաինան մեղադրում են իրար փոխադարձ ավիահարվածների համար։ Ռուսական կողմը 470 ԱԹՍ եւ տարբեր տեսակի 48 հրթիռ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ։ Տերնոպոլում թիրախավորվել են բնակելի շենքեր, կան փլուզումներ։ Նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով զոհվել է առնվազն 9 մարդ, կան տասնյակ վիրավորներ։ Փլատակներում դեռ կարող են մարդիկ լինել, իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ։ ԱԹՍ-ներով թիրախավորվել է Խարկովը, խաղաղ բնակչության շրջանում վիրավորների թիվը հասնում է 50-ի, այդ թվում երեխաներ, վնասվել են քաղաքացիական օբյեկտներ։ Կիևն էլ հայտարարել է բարձր ճշգրտության ամերիկյան ԸԹԱՔՄ սեռահար հրթիռներով Ռուսաստանի տարածքում ռազմական թիրախների հարվածելու մասին։ Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ հարձակման է ենթարկվել Վորոնեժը, արձակվել է 4 հրթիռ։ Նշվում է, որ դրանք խոցվել են, բեկորների անկման հետևանքով կան ավերածություններ։ Ռուսական կողմի տվյալով ամերիկյան համակարգերը գործարկվել են Խարկովից։ Ռազմական գերատեսչությունը հայտնում է, որ գիշերը թիրախում է եղել նաև Մոսկվայի մարզը, մայրաքաղաքի ուղղությամբ ԱԹՍ-ներ են ոչնչացվել։ Ռուսաստանը պահանջում է Բաքվից արտահանձնել Դաշնության գլխավոր շտաբի գլխավոր վարչության ենթադրյալ գործակալ Յարոսլավ Միխայլովին, որը կասկածվում է 2024 թվականի ամռանը Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Լեհաստանի բեռնափոխադրող ընկերությունների պահեստներում պայթյուններ կազմակերպելու համար։ Washington Post-ի տվյալով արևմտյան հետախուզական ծառայությունները փորձում են առաջ անցնել Մոսկվայից եւ կանխել Միխայլովի վերադարձը Ռուսաստան։ Հաղորդվում է, որ պայթյուններից հետո Միխայլովը կեղծ փաստաթղթեր է ձեռք բերել եւ փախել Ադրբեջան։ Ըստ պարբերականի այժմ արևմտյան եւ ռուսական հետախուզական գործակալությունները փորձում են ճնշում գործադրել ադրբեջանական իշխանությունների վրա, սակայն Բաքուն մերժում է Միխայլովի արտահանձնման բոլոր հարցումները։ Դիանա Գասպարյան, լուրեր։